Բոլոր գործատուները, գործարանները ունեն աշխատողների աշխատակազմի խնդիր։ Արտադրության ոլորտը շատ մեծ պահանջարկ ունի։ Պետքա ժամանակին համընթաց լինել ու պետքա այդ ամբողջ ընթացքում կրթվել։ Շատ դեպքերում ուսանողների համար դժվար է մուտք գործել աշխատաշուկա։ Ուսանողության մեջ կա թրենդ, որ պետքա մենք բիզնեսով զբաղվենք։ Մուտքը արհեստական բանականության վախեցնի աշխատակիցներին, որ իրենք էլ օրինակ հիմա կկորցնեն իրենց գործը։ Արհեստական բանականությունը կփոխարինի բոլորին, բացի առաջնորդներից։ Տպավորությունը օրինակ ուսանողի համար կամ մարդով նոր պիտի մասնագիտություն ընտրի, որ կարող է լավ գումար աշխատի միայն IT-ում։ Մենք էլ մեզանից բարձր սերունդի համար եղել ենք մի սերունդ, որը իրա սենց ասած բզիկներով ա եղել։ Ողջույն եւ բարի գալուս JobAM-ի YouTube-յան ալիք։ Դուք դիտում եք Jobcast-ը։ Այսօր խոսելու ենք արտադրության ոլորտի աշխատատեղերի մասին։ Իմ հյուրը Տարոն Բադալյանն է։ Տարոն ջան, ողջույն եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, շատ կարևոր ու արդի թեմա ենք նախընտրել։ Այսօր շատ մարդիկ մեզանից կնեղանան, կջղայնանան, շատ մարդիկ էլ երևի թե կդիմեն մեր հետ համագործակցելու համար։ Շատ լավ, միջև զրույցը սկսել է, քանի որ ոլորտը ինքնին իր մասին գուցե շատ չեն խոսում եւ գուցե մեր լսողներն էլ շատ ինֆորմացիա չունենան ոլորտի մասին, նախ կխնդրեմ մի փոքր ներկայացնեք ձեր ընկերությունը, ինչ գործունեություն եք ծավալում, որpիսի դրանից բխող արդեն մեր խոսակցությունը հասկանալի լինի, թե ինչի շուրջ ենք կառուցելու։ Ոնց որ նշեցիք, ես Տարոն Բադալյանն եմ, Պետրոստոն Արմենիա ընկերությունների խմբի համահիմնադիրը։ Մեր ընկերությունները զբաղվում են բնական քարերի ոլորտում, ունենք երկու ընկերություն, որոնք զբաղվում են հանքարդյունանմամբ, այսինքն բնական քարերի հանույթով, մեկ ընկերություն, որը զբաղվում է այդ բնական քարերի հանույթը իրականացված հումքի տեսքով վերամշակման process-ներով, այսինքն այն ինչ որ մենք այսօր Երևանում տեսնում ենք, բարձրահարկ շենքերը, սալիկապատված տրավերտինով, տուֆով եւ այլն, այդ process-ն ենք իրականացնում մի ընկերությունով։ Մի ընկերությունով իրականացնում ենք marketplace ինտերիեր հատվածի համար, այսինքն այն բոլոր մարդիկ, մեծաքանակ, ովքեր վերջի տարիներին գնել են բնակարաններ, տներ Երևանում եւ Երևանից դուրս, իհարկե ունեն վերանորոգման կարիք ու վերջի տարիներին թրենդային ա դարձել ինտերիերում օգտագործել բնական քար։ Stone Market-ը այդ բլոկն ա փակում ու այդ ուղղությամբ ա շարժում, ինքը ինովացիոն marketplace-ա, application-ները կա եւ Google Market-ում եւ App Store-ում, բոլորին հասանելի է։ Հաշվի առնելով, որ ինչ է կատարվում հիմա Հայաստանում քաղաքաշինության տեսանկյունից եւ ինչքան շենքեր են կառուցվում, պատկերացնում եմ, թե ինչքան է անհրաժեշտությունը ձեր այս պահի արդյունաբերության եւ նաեւ ինչքան կարիք եք ունենում դուք կադրերին։ Ինձ հետաքրքիր առհասարակ ինչպես է կարողանում ձեր ոլորտում մասնագետներ գտնել, համալրել հաստիկները։ Իրականում շատ բարդ է դա, բայց սկսեմ առաջի բլոկից, ձեր ասացի, պահանջարկի, շինարարական բումի ու ընդհանուր առմամբ ոլորտի զարգացման։ Իհարկե վերջին 5-6 տարիներին Հայաստանում շինարարական բումի հետ կապված քարարտադրության ոլորտի պահանջարկը մի քանի անգամ շատացել է, ընկերություններն են շատացել, որը իհարկե դրական եմ գնահատում ու դրա հետ կապված արդեն կապը աշխատաշուկայի հետ, եթե կար 10 տարի առաջ օրինակ քարարտադրող ընկերություն կամ հանքարդյունանող ընկերություն 100-200 X թիվ, հիմա մոտավորապես եռապատկվել է այդ թիվը։ Այսինքն աշխատակիցների կարիքները, բավարարելու աշխատակից վերցնելու խնդիրը 3-4 անգամ բարձրացել է ու այդ բոլորի խնդիրն է։ Ոչ միայն քարարտադրության ոլորտի, հանքարդյունանման ոլորտի, այլ նաև ամբողջ Հայաստանի այսօր տեսնում ենք բոլոր գործատուները, գործարանները ունեն աշխատողների աշխատակազմի խնդիր։ Մենք մեր մասով դա լուծում ենք ըստ բլոկների, օրինակ top management բլոկը իր մեջքի հետևում ունի տարիների փորձ, տարբեր մեծ ընկերություններում են կառավարող եղել, հիմա տեղափոխվել են մեր մոտ արդեն շուրջ 3-4 տարի է։ Մենք մեր ընկերությունների ներսում մի քիչ երիտասարդ, քանի որ ես էլ եմ ինձ երիտասարդ համարում, երիտասարդ անձնակազմ ենք ձևավորում ու եկել ենք այն եզրահանգման, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ դու ես քո աշխատակցին կրթում, սենց ասած, մասնագիտական կրթության մասին է իհարկե խոսքը, ու արտադրության ոլորտում ոնց է մենակ քար արտադրողներ չեն, մենակ հաստոցավարներ չեն, մեխանիզատորներ չեն, այդ աշխատանքից
այդ աշխատանքի ետևում կա այլ, հա, որը մենք անվանում ենք back office, վաճառքի մենեջերներ, մարքեթինգային դիպարտամենտ, հա, ու այդ ամեն ինչը իրար հետ պետքա սինխրոն աշխատեն։ Օրինակ, եթե արտադրության մեջ մենք նայում ենք փորձը, ինքն մենք մեխանիզատոր չենք վերցնի անփորձ, կամ ինչ որ մի երկար ժամանակ պետքա իրան կրթենք, որ կարողանանք թույլ տալ այդ մեխանիզմի հետ աշխատելու։ Այս պարագայում օրինակ հենց մարքեթինգի բլոկում մենք ավելի շատ երիտասարդների ենք նայում, այս վերջում տեսա շատ մեծ տրենդ է իրականում, մարդիկ մտնում են իրանց բողոքն են արտահայտում, որ գնում ենք աշխատանքի հայտարարությունով, քանի որ փորձ չունենք, չեն ընդունում աշխատանքի։ Շատ մեծ խնդիր է շուկայում։ Հա, ու էլ որտեղ փորձ ձեռք բերենք, եթե մեր առաջի աշխատանքի վայրը ոնց որ մեզ մերժում է։ Մենք տենց բան չունենք։ Շատ գովելի է որպես գործատու։ Մեր մոտ ուսանողներ կան աշխատող, որոնք համատեղում են եւ ուսումը եւ աշխատանքը, նաեւ ունեմ աշխատակցուի, որ համ ուսանողուի է, համ իմ մարքեթինգային բլոկում է, համ տարբեր տրեյնինգների է մասնակցում մարքեթինգային, հա, չգիտեմ, նկարահանման, մարքեթինգային բլոկի, տարգետի եւ այլն, ու համատեղում են։ Այն որ եւս մի տրենդ, որ եթե չեմ սխալվում, նոր թիթիզ ինչ որ բառ կա, Z կաց բան, Z սերնդի Z մասին։ սերնդի, հա, ստաֆի մասին է խոսում։ Ես ինձ կոմֆորտնի եմ զգում իրանց հետ, որովհետեւ ուսանողների հետ եմ աշխատում հիմնականում, դասավանդում եմ, հանդիպում եմ, քննարկումներ ենք իրականացնում, ու այդ ամենի արդյունքում իրանց մտածելակերպը իհարկե մեր սերնդի ու մի սերունդ բարձրի համեմատ տարբերվում է, բայց իրանց պետք է հասկանալ ընդամենը։ Օրինակ մենք ունեինք AI սեմինար անցած տարի ամռանը, բացօթյա միջոցառում էր, հենց ուսանողների համար էր հիմնականում, մեկ էլ բիզնեսի մարդկանց։ Ես կիսվում էի իմ փորձով AI-ի ոլորտում, ինչ application-ներ ենք օգտագործում, ինչ սերվիսներ ենք օգտագործում, կոնկրետ AI-ը ինչի համար է մեզ պետք գալիս։ Ուսանողների այդ ակտիվությունը ինձ միանգամից ոնց որ էներգիա տվեց, որ մոտիվացրեց, որ հենց իրանք են պետք մեզ լավ ապագա կառուցելու համար։ Այստեղ շատ հետաքրքիր մի հատ հակասություն է ձևավորվում, առաջինը, որ արտադրության ոլորտը շատ մեծ պահանջարկ ունի, մանավանդ վերջին 5-6 տարիներին, բայց դրան զուգահեռ մարդկանց համար, ովքեր ընտրում են մասնագիտություն, այդքան էլ դիտարկելի չի։ Դրա պատճառով համալսարաններում փակվում են շատ ֆակուլտետներ, դրա պատճառով ուսանողներ ընտրում են մասնագիտություն, որը շատ մեծ պահանջարկ ունի գուցե շուկայում, բայց նաև շատ մրցակցային է, ու գործատուին, երբ որ պետք է մեկ աշխատակից կարող է դիմել 200 հոգի, ու պարզա 200 հոգուց մեկին ընտրելը իհարկե շատ բարդ պրոցես է, 199 մնում են ստվերում, բայց արտադրության ոլորտը որպես այդպեսին շատ չեն դիտարկում։ Ըստ ձեզ ինչն է խնդիրը, ինչի է այս պահին տենդենսները այնպես գնում, որ ոլորտը այդքան էլ հետաքրքիր չի շուկա մտնողների համար։ Ըստ ինձ, քանի որ ուսանողների հետ եմ ասում, շփվել եմ այդ թեմայով, իրանց մոտ կա տպավորություն, որ այդ ոլորտում գումար աշխատելը տենց շատ դժվար է, ու մեծ գումարներ չեն աշխատում, ու ընդհանուր առմամբ ոչ թե արտադրական ոլորտին կամ հենց քարարցունաբերության ոլորտին որ նայենք, հիմա ուսանողական համայնքը մի քանի տրենդային, այդ բոլոր ժամանակներում ա եղել, օրինակ երբ որ մենք էինք ուսանող, պոլիտեխնիկի ամենաթրենդային ֆակուլտետը այդ ծրագրավորման ֆակուլտետն էր։ Ես ավարտել եմ մեքենաշինական ֆակուլտետը, ու եթե մեր մոտ ասենք մոտ 60 ուսանող էին մեր կուրսում, այդ նույն մեր տարին ընդունված ծրագրավորման ֆակուլտետում 130-140 ուսանող էին։ Նույնը շարունակվել է, հիմա ուղղակի տրենդներն են փոխվել։ Են հիմա շատ մեծ պահանջարկ ունեն դիզայներ, ճարտարապետ ֆակուլտետները, շատ մեծ քանակի բան են անում, դիմորդներ ունենք, մարքեթինգը իհարկե, ու ստեղ գալիս է մի հատ միտք, որ երիտասարդները մտածում են, որ իրենք իրենցով կարողանան իրենց համար վաստակել, այսինքն ունենան հենց իրանք, քանի որ լինեն դիզայներ օրինակ, մասնագետ, իրենք իրենց պրոցեսներում կարողանան զարգանալ, հետո դարձնել դիզայներական ընկերություն ու ներսում կվերցնեն էլի արդեն ուսանողներ, ու տենց մենք ունենք դիզայներական շուկայի տենց շատ մեծ ծավալ ու բում։ Օրինակ ոնց եք մտածում, քանի դիզայներական ընկերություն կա Հայաստանում գրանցված։ Ինտերիեր, էքստերիեր։ Դիզայն ճարտարապետական ընկերություն։ Իստում 100-ավոր երևի 200-300 գոնե 4000-ից ավել։ 4000 4000-ից ավել, տեղ անհատ ձեռներեցներ կան, անհատ գործանողներ կան, բայց
ինձ որ ասեցին 4000, ես զարմացել էի։ Ես էլ զարմացա։ Դրանցից շատ քիչ մասն է, որ զբաղվում է այդ նույն մարքեթինգով, որը այսօր մեր բոլոր ուղղությունների, բոլոր ոլորտների շարժիչ ուժն է դարել։ Եթե կար մի ժամանակ, որ ծանոթ, ընկեր, բարեկամ, ծանոթի ծանոթ, սարաֆանի ռադիո կոչվածներ աշխատում, հիմա դա էլ է իհարկե իր տեղն ունի, բայց ահագին իջել է, հա, հիմա մարքեթինգն է ամենաշատ մեծ դիրքերում։ Այդ համար ուսանողները, երիտասարդները ընտրում են այդ մասնագիտությունները։ Բայց ես երբ որ հանդիպում եմ իրանց հետ, միշտ իրանց դա բացատրում եմ, միշտ փորձում եմ, նայեք, եթե վերցնենք պետության տնտեսական, հա, թվաբանությունը, հանքարդյունահանման ոլորտը ամենամեծ շարժիչ ուժերից մեկն է։ Դա հարկ վճարողների ցուցակում վճարողների, աշխատատեղերի, չգիտեմ, պահանջվածության ու չի կարա այդ ոլորտի մեջ լինի փոքր աշխատավարձեր կամ փոքր գումարներ վաստակելու հնարավորություն։ Այստեղ կախված է թե ինչ տեսակի մասնագետ ես դու։ Լավ մասնագետը մեր ոլորտում շատ լավ կարա վաստակի։ Ես առհասարակ դա բոլոր դեպքերում եմ ասում, որ տպավորություն է օրինակ ուսանողի համար կամ մարդով նոր պիտի մասնագիտություն ընտրի, որ օրինակ կարող է լավ գումար աշխատի միայն IT-ում, բայց ես էլ կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում, եթե դու լավ մասնագետ ես, չգիտեմ, քարտաշ լինես, խաչքարերի վրա աշխատանք անես, վաճառքի մասնագետ լինես, թե դիզայներ, դու միևնույնն է կարող ես լավ Իհարկե լավ վարձատրվել, մասնագետը միշտ իր տեղն ու դիրքը ունի իր ոլորտի շուկայում։ Ուսանողության մեջ կա տրենդ, որ պետքա մենք բիզնեսով զբաղվենք։ Մենք եկել ենք կրթվելու, որ ինչ որ մասնագիտություն ունենանք, որի հիման վրա կարողանանք բիզնես անել։ Այստեղ sense մի հատ իրար մերժող հարց կա։ Իմ պատկերացմամբ, եթե դու լավ մասնագետ ես, X ընկերությունում գնում ես աշխատանքի, դու նույն քո բիզնեսն ես անում առանց ռիսկերի, այսինքն դու քո գիտական, հա, հատվածը ինչ որ դու գիտես, քո կրթությունը, քո մտածելակերպը կոպիտ ասած շատ վաճառում ես տվյալ ընկերությանը։ Դա էլ քո բիզնեսն է։ Իսկ ով ասե, որ բիզնես անելու համար պետքա ունենալ, ասենք 5 ՍՊ կամ 1000 աշխատող։ Եվ Ամեն 24/7 մարդ, երբ որ աշխատել։ գնում է մի ընկերություն աշխատանքի, ինքը բիզնես է անում, ինքը իր ծառայություններն է մատուցում այդ ընկերությանը, որի համար վարձատրվում է։ Դա էլ իր բիզնեսն է։ Այստեղ կա այն երկրորդ մասը, որ սա գործը մենք ենք անում, գումարը իրանք են վաստակում, բայց հիմա ժամանակները փոխվել են ու այդքան էլ Դե այդպես չի։ իրականում այդտեղ պետք է հասկանալ, որ այդ գործը գուցե դու քո մարքեթինգի տեսանկյունից դու քո գործն ես անում, բայց այնտեղ կան այլ բաժիններ, որոնք միասին են հասնում ինչ որ X թվի, այսինքն միայն մարքեթինգը վերցնելու գործ անել իհարկե անհնար է։ Հա, իհարկե։ Այդ դեպքում երևի մի քիչ մակերեսային է այս հարցի շուրջ պատկերացումը, դրա համար են մտածում յուրաքանչյուրը, որ կարող են դառնալ շատ լավ բիզնեսմեններ, բիզնես լեդիներ։ Մեր վերջի հանդիպումը աշխարհագրականի համար Սպետ համալսարանի աշխարհագրականի ուսանողների հետ, երբ որ այդ աշխատակից հանքարդյունահանման ոլորտ այդ թեմաներ շրջանառվում, երեխեք ասին, այդ ինչ աշխատավարձ է, որ այդ ինչ գումարների մասին է խոսքը, որ դուք ասում եք կարանք լավ գումարներ վաստակենք, երբ որ թիվ հնչեցրեցի, հիմա տենց չեմ բարձրաձայնի այդ թիվը, այստեղ CEO մակարդակի մասին է խոսքը, այսինքն պետքա ճանապարհ անցնես, աճես, զարգանաս, կրթվես, գաս CEO-ի մակարդակի, ցանկացած գործարար ունի իր արժեքները կիսող CEO-ի կարիք։ Այդ թիվը երբ որ հնչեցրեցի, բոլորը զարմացան ու ասացին մենք պատահական ենք ընդունվել այս ֆակուլտետ, հա, մեր նպատակը այս ֆակուլտետը չի եղել, բայց հիմա շտոտը պետքա մտածենք դրա մասին։ Դե պետք է նաև մտածել, որովհետև զարգացող ոլորտ է եւ մրցակցության տեսանկյունից մասնագետները, քանի որ քիչ են, ավելի հեշտ է ոլորտում հաստատվելը եւ փորձ ձեռք բերելը եւ առաջ գնալը, եթե համեմատենք IT-ի հետ, իհարկե զգալի տարբերություն կա, որովհետեւ հիմա IT-ում կրճատում են եւ ոչ թե ընդունում մասնագետների։ Թրենդները փոխվում են։ IT-ն մեր ուսանողական ժամանակ էր թրենդ, իր հետևանքներով եկավ ինչ որ մի հատ բումի, որ այն ժամանակ ովքեր որ IT կրթվել են, լավ աշխատանք ունեցան, լավ գումարներ վաստակեցին, որոշները հիմա էլ են վաստակում, բայց այդ արդեն իմ պատկերացմամբ 40-60% հարաբերակցությունն է։ Մնացածը արդեն դուրս են մղվել, այստեղ խնդիրը մի քանիսը կարա լինի այն, որ ժամանակի ընթացքում իրանք իրենց հմտությունները չեն զարգացրել, կարա լինի ընդհանուր առմամբ պահանջարկ IT ոլորտի, հա, կարա տարբեր լինի։ Մեր ոլորտում խնդիրը տարիքային սեգմենտն է։ Ինքն մենք ունեցել ենք շատ մեծ, շատ լավ մասնագետներ հանքային գործի,
ովքեր հիմա թոշակի բանին են, թոշակառու են։ Ու իրանց շարունակող բանը չկա, սեգմենտը տարիքային չկա։ Իսկ այդտեղ ո՞նց եք հարցը լուծում աշխատակիցներ բերելու, այսինքն տարբերակներից մեկը բերել մասնագետներ, ովքեր ոլորտից գաղափար չունեն եւ սովորեցնելն է, թե այլ լուծում կա։ Տարբեր ընկերություններ այդ հարցին տարբեր լուծում են տալիս, օրինակ ոչ մետաղական հանքային ընկերությունները, մետաղական հանքարդյուն անմամբ զբաղվող ընկերությունների մեծ մասը այդ մասնագետներին բերում է դրսից։ Մեր ոլորտում կար ժամանակ, որ բերում էին դրսից, բայց հասկացան, որ դա երկարաժամկետ չի, մարդիկ երկար չեն մնում, իրանք էլ են գալիս են նպատակով, որ քո անձնակազմից ինչ-որ մեկին կրթեն ու գնան, հա, որովհետև մենք ունեցել ենք դեպք Իտալիայից մասնագետ ա եղել Հայաստանում, 3-4 տարի ա աշխատել, որից հետո գնացել ա, բայց իր ներքևի բլոկը, որ պետքա կրթվեր ու իր փոխարեն աշխատեր, չի եղել։ Դրա համար ոնց որ շատերը դրսից են բերում։ Մենք մեր ստրատեգիայում վերցրել ենք այն, որ ավելի լավ է մենք զրոյական բանից վերցնենք լավ երիտասարդ, հա, պատրաստական, աշխատասեր, իրան կրթենք, իր հետ քայլենք բոլոր այդ կարիդորներով, հա, ու փորձենք ստանանք մասնագետ։ Իհարկե ոչ բոլորի մոտ է ստացվում, ոչ բոլորի փարագայում է ստացվում, միջին հաշվարկով 5-ից 1-ը ինչ որ մի աճ գրանցում է ու սկսում է այդ աճի վրա ոգևորվել, մոտիվացվել եւ սկսել աշխատել։ Հա, բավական մեծ ջանքեր է պահանջվում ձեզնից որպես գործատու այդ ներդրումը անել ցանկացած մարդու մեջ, ով որ ոլորտի մասնագետ չի։ Ես ոնց հասկացա, դուք շատ կարևորում եք ուսանողների ներգրավվածությունը ձեր գործունեության մեջ, ձեր աշխատակազմում։ Հետաքրքիր մոտեցում է եւ իրականում շատ գովելի, որովհետեւ հիմա շատ դեպքերում ուսանողների համար դժվար է մուտք գործել աշխատաշուկա։ Գործատուն մեծամասամբ կարող է պահանջել աշխատանքային փորձ, բայց նաև չտալ հնարավորություն այդ փորձը ձեռք բերելու։ Ինձ հետաքրքիր է այս մասով ձեր գաղափարախոսությունը եւ ինչպես եք եկել այդ որոշման, որ ձեր թիմում ներգրավեք ավելի սկսնակ մասնագետների։ Սենց ասեմ, մեր փորձը այն է, որ մենք մեր ընկերության ներսում ունենք մի քանի ուսանող աշխատակիցներ արդեն, ովքեր դե պարզա չեն ունեցել փորձ, հիմա համատեղում են եւ կրթությունը եւ աշխատանքը եւ ոչ ֆորմալ կրթությունը նույնպես ու Z սերունդը սենց ասած, չգիտեմ, ամեն մարդ իր կարծիքը կարա ունենա, ամեն մարդ իր վերաբերմունքը կարա ունենա, ես իրանց հետ լավ եմ, սենց ասած, մեր մոտ ստացվում է։ Մենք կարող ենք իրար հետ քննարկենք։ Մենք պետքա հասկանանք, որ մեզանից բարձր սերունդի համար էլ մենք ենք այն ժամանակ կարող է մեր անունը չի եղել Z սերունդ կամ անուն չեն դրել, բայց մենք էլ մեզանից բարձր սերունդի համար եղել ենք մի սերունդ, որը իր սենց ասած բզիկներով ա եղել։ Ես հիշում եմ իմ աշխատանքային, հա, տարբեր բաները, փորձերը ու տարբեր տեղերում աշխատանքներս ինձ վերաբերվել են նենց, ոնց որ հիմա մեր սերնդակիցները վերաբերվում են իրանց ասած Z սերնդին։ Կան մարդիկ, ովքեր անպատասխանատու են, այն ժամանակ էլ են եղել, մեր սերնդում էլ կան մարդիկ, ովքեր կարան պայմանավորվեն գալու հարցազրույցի ու ոչ միայն չգան, այլ նաև զանգերի չպատասխանեն։ Իսկ ով ասել, որ մեր ժամանակներում այդ չի եղել, մեր ժամանակներում ա եղել։ Ուղղակի ինֆորմացիան այդքան արագ Ահա, ուղղակի մենք այդ ժամանակ հնարավորությունը չենք ունեցել, ու գործատուները, հա, մտնել Instagram կամ մտնել live կամ reel նկարել, ասել Z կամ B սերունդը լավը չի կամ բանա։ Ես իրանց հետ լավ եմ։ Իմ այդ օբյեկտիվ կարծիքն է, ես իրանց հետ կարող եմ հարաբերվեմ, կարողանում ենք աշխատել ու շատ կարևոր է, որ պետքա լսել իրանց։ Այն ամենակրիտիկական կամ ամենալավ բայերին կարող մի հատ այնպես գաղափար ունենան, կարող այնպես մի հատ միտք արտահայտեն, էս էր պետք հենց։ Ու հարցերին շատ մեծ հարցերի կարա լուծում տրվի։ Օրինակ մի դեպք էլ կարամ պատմեմ պոլիտեխնիկի էլի ուսանողների հետ։ Հենց այդ բուրըն քննարկում էր, հա, բիզնես թե աշխատանք, բիզնեսում է շատ գումարը եւ այլն եւ այլն։ Այդ հարցադրման ժամանակ 2-3 աղջիկ ուսանող ասեց ընտրեցին բիզնես տարբերակը ու երբ որ ես հարցրեցի իսկ պատկերացրեք որ դուք եկել եք մի հատ բանի level-ի որտեղ գեներացրել եք կապիտալ, չգիտեմ, գումար կարևոր չի, X 2 միլիոն դոլարին համարժեք բիզնեսը ունեք։ Գումար կամ կապիտալ։ Դուք պատրաստ եք քնելու, արթնանալու ու գիտակցելու որ դուք դա կորցրել եք։
անկախ հանգամանքներից դա կարա լինի ձեր սխալը, դա կարա լինի ոչ սխալ աշխարհաքաղաքական ինչ որ խնդիր, կարա լինի փոխարժեքների խնդիր, տարբեր խնդիրների պատճառով մարդիկ իրենց բիզնեսները լավ եթե չեն էլ զրոյացնում, այլ այդ կապիտալը որոշակի բանա չէ ունենում, հա։ AI-ի մուտք գործելը շուկա կամ օրինակ այդ էլ կարա մեծ կապ ունենա։ Մենակ մեկը ասեց, որ օքեյ, ես պատրաստ եմ այդ գումարը կորցնելու, դա իմ համար կլինի փորձ։ Իսկ թվում է լավ չի պատկերացրել ուղղակի ինչի մասին է խոսքը այդ բանը։ Ասեմ, որ հիմա ինքը մեր թիմում է։ Հա։ Իր ոչ գլոբալ մտածելակերպի համար, ոչ ստանդարտ մտածելակերպի համար ինքը հիմա մեր թիմում է։ Ու հենց իր խնդիրն է նա, որ միության շրջանակներում քարարտադրողների ապահովի միության ներսում գտնվող ընկերությունների այսպես կոչված վախերը։ Ինքն ինֆորմացիա տա, չգիտեմ, մենք ուղիղ կապ ունենք Լարսի փակվելու բացվելու հետ, օրինակ ինքը ամեն շաբաթ ինֆորմացիա տեղադրում Լարսի իրավիճակի, կուրսերի, բեռնափոխադրման արժեքների, այսինքն ինչ որ չափով ռիսկեր կրճատում, այո։ Հասկացա։ Իսկ ո՞նց է լինում, առհասարակ դուք եք գնում համալսարաններ ձեր նախաձեռնությամբ, թե առաջարկում են համալսարաններ, ո՞նց է կազմակերպվում։ Եվ նա, օրինակ պոլիտեխնիկից ունեցել եմ հրավերներ, չեմ մերժել, առհասարակ ուսանողության հետ կապված ոչ մի բան այդ կարգի է, գնալ, քննարկել, հանդիպել, ես ինձ դասախոս իհարկե չեմ համարում, ես ավելի շատ իրանց հետ տենց քննարկումներ եմ ունենում։ Փորձով եք կիսում։ Փորձի փոխանակում, քննարկում, իրանց կարծիքները իմ համար շատ կարևոր են ու ես մի քանի անգամ իրանց խնդիրներ եմ տվել, օրինակ կարճաժամկետում, ինչև էս ինչ ամսվա, էս ինչ օրը, ուղարկեք ձեր այս ուղղության վրա մտածմունքները, ծրագրերը եւ այլն, ամենալավի հետ կհանդիպեմ, կսկսենք քննարկել ու տենց արել ենք։ Մի քանի տենց լավ։ Շատ հետաքրքիր ձևաչափ է, որովհետև նախորդ էպիզոդներից մեկում մենք Եվրոպական համալսարանի ֆինանսական դեկանի հետ էինք խոսում ու ինքն էլ ասում էր, որ իրենք միշտ բաց են գործարար համայնքի համար եւ նաեւ ուսանողների համար է դա լավ հնարավորություն, որ ռեալ պատկերացնեն, որ իրենք ինչ որ սովորում են, հետագայում չեն կանգնի խնդրի առաջ, այսինքն պատրաստ է գործատուն ընդունել, իր հետ հարաբերվել, հասկանալ, որ այնտեղ վախենալու մարդիկ չեն նստած կամ ինչ որ մի այսպես ասած պատնես չի, որից այն կողմ չես կարող ցածկել ու անցնել ու այս մասով ձեր մոտեցումը իրենց հետ բաց խոսելու շատ կարևոր ձևաչափ է։ Իրականում բոլոր համալսարաններն են իմ կարծիքով հիմա շատ ակտիվ համագործակցում գործատուների հետ, որովհետև երևի թե եկել ենք այն ընդհանուր գաղափարին, որ այդ ուսանողը երբ որ ընդունվում է համալսարան, ինքը բացի դիպլոմից ունի եւս մի այսպես կոչված ցանկություն, հա, պահանջմունք հետ իր աշխատանքային ուղղվածությունն ու ուղղորդումն է։ Ինքն համալսարան օրինակ պոլիտեխնիկի ռեկտորի հետ մեր անմիջական հանդիպման ժամանակ քննարկում էինք, որ այդքան ուսանողի հոսքը պետքա կարողանանք ինչ որ մի կերպ դիվերսիֆիկացնել, որ գոնե 70%-ը ավարտելուց անմիջապես հետո կարողանա աշխատել։ Ու այդ կարա լինի մենակ այն ժամանակ, երբ որ գործատուներն ու համալսարանները իրար հետ համագործակցեն տարբեր ծրագրերի շուրջ։ Պարտադիր չի մենակ այդքան դասախոսություն կարդան, էլի։ Եթե գանք մի քիչ այս ժամանակակից տենդենսներին, իհարկե խոսեցինք հիմա մոտեցումները ինչպիսին են թեկուզ ոլորտ ընտրելուց մասնագիտական, ինձ հետաքրքիր է արհեստական բանականության մուտք գործելը, քանի որ բոլորն են հիմա դրա մասին խոսում, կոնկրետ ձեր ոլորտում ինչ փոփոխություններ բերեց, դուք ինչ նորամուծություններ եք մտցրել ձեր աշխատելավոճում կամ եղել են դեպքեր, որ այդ մուտքը արհեստական բանականության վախեցնի աշխատակիցներին, որ իրենք էլ օրինակ հիմա կկորցնեն իրենց գործը։ Իհարկե այդ վախը կա ու ինձ թվում է մոտավորապես մի քանի տարի դեռևս շարունակվելու է։ Իմ կարծիքը դրա վերաբերյալ ու իմ թիմին ես ոնց եմ այդ ամեն ինչը բացատրել, որ արհեստական բանականությունը կփոխարինի բոլորին, բացի առաջնորդներից։ Այսինքն կապ չունի դու ինչ մասնագետ ես, կապ չունի դու գործարար ես, գործարար չես, լավ մարքեթինգի մասնագետ ես թե ոչ, եթե դու նաև առաջնորդ ես քո մարդ տեսակով, ինքը քեզ երբեք չի փոխարինի, որովհետև դու իրանք օգտագործես որպես քո համար գործիք։ Նույն եթե համեմատենք մեր ժամանակ կալկուլյատոր, հա, հաշվիչ։ Մենք մեր մաթեմատիկական խնդիրները, դասերը անում էինք հաշվիչի միջոցով,
այն ժամանակ ճիշտ է մեզ դպրոցում արգելում էին հաշվիչ օգտագործել, բայց դա մեր համար գործիք էր, որը մեզ օգնում էր լուծել ինչ որ խնդիր։ Արհեստական վարականությունը նույն գործիքն է մի քիչ ավելի սերունդին համապատասխան։ Մի քանի ուղղությամբ Այո, բողոքի աշխատ։ տարբեր խնդիրներ է լուծում, ոչ թե միայն մաթեմատիկական, բայց ինքը խնդիր է լուծում, ինքը գործիք է։ Ինքը չի կարա քեզ փոխարինի, եթե դու իրան կարում ես կառավարես։ Այսինքն վերցնենք հենց բիզնեսի վրա փորձենք, բացազատել, կա սեփականատեր, կա CEO, ու երբ որ սեփականատերը ինքը իրանով առաջնորդ է, այդ առաջնորդությունը փոխանցում է CEO-ին, CEO-ն արդեն իրանից ներքև գտնվող staff-ի համար է առաջնորդ, այդտեղ չի կարա CEO-ի ու հիմնադիրի տեղերը փոխվի։ AI-ն էլ է նույն ֆունկցիայի վրա։ AI-ը փոխում է միջին վատ այդ ֆիլտրը իրականում, թե գործատուի համար է ֆիլտր, թե առհասարակ ոլորտների համար է ֆիլտր, առանձնացնելու լավ մասնագետին, վատ մասնագետից։ Օրինակ մենք հիմա ունենք sense մի ուղղություն, ես իրանց AI բլոգերներ չեմ ասի իհարկե, իրանք AI բլոգերներ չեն, որովհետև չեն զբաղվում կոմերցիոն գործունեությամբ, իրանք մեր AI ավատարներն են կարելի ասել, որոնցից մեկը հայկական շուկայի համար է նախատեսված, ով բարձրացնում է բնական քարը, որտեղ կարելի է օգտագործել, մի քիչ ավելի հումորային, մի քիչ շատ կներեք արտահայտությանս համար քյարթու մեր հայկական բաների մեջ, մենտալիտետի մեջ, իր անունը Քարապետ է, ունենք երկրորդը Պետրոս Պապին, ով ռուսական շուկայի, քանի որ մեր ոլորտի հիմնական ոնց որ ցիլևոյ աուդիտորիան տարգետը այդ Ռուսաստանն է, ունենք նաև Պետրոս Պապի, ով ավելի բարի, հին, հայ տղամարդու կերպարով է, ով որ ներկայացնում է նույնը ռուսական աուդիտորիայի համար, ռուսերեն լեզվով, ու դարերից եկած պատմությունն է հետը ներկայացնում, այսինքն մենք պրոստը վաճառքով չենք զբաղվում, մենք հոգեբանական նաև բան ենք տալիս, արժե համակարգ ենք տալիս, մշակույթ ենք փոխանցում, ու ի զարմանս ինձ իրանք շատ լավ աշխատում են ու շատ լավ մարդիկ իրանց նայում են։ Մոտեցումն է հետաքրքիր, ինձ թվում է դա է ազդում, որովհետև մենք հիմա շատ ընկերությունների կարող ընտրենք միայն այն մոտեցման համար, թե ինչպես են իրենց հաճախորդին առհասարակ մոտենում, ինչպես են վաճառք անում, անհատական մոտեցում կա, թե ուղղակի ներկայացնում են ծառայությունը եւ վերջ։ Այսօր գնորդների պարագայում առաջի Հայաստանում իհարկե ու իմ բանով, նայվածքով գնորդները միշտ կարող է սեգմենտից է, քանի որ ոլորտը նենց է, որ միջին ու բարձր սեգմենտի համար է ծառայություն մատուցում, բայց մարդիկ տենց շատ կարևորում են մատուցված ծառայությունը, անհատական հաղորդակցությունը, չգիտեմ, մենեջերը քանի անգամ իրան զանգեց, ինչ տոնայնության մեջ շփվեց, հանդիպման ժամանակ անունը հիշեց, թե չհիշեց, երբ որ ասեց մենք օրինակ, չգիտեմ, տեխնիկական մասի հետ քննարկենք, ձեզ հետ կգամ 1-2 ժամից կպատասխանեմ, արդյոք եկավ պատասխանեց, թե դա տևեց 1-2 օր։ Ցավոք սրտի, հենց այդ խնդիրը կա մեր ոլորտում, որ նախ մենեջերներ կոչվածա, վաճառքի process կոչվածը դեռևս կարգավորված չի հիմնական արտադրողների մոտ, ու մենք այդ հարցով ենք իրանց փորձում օգնել, ինքն միության շրջանակներում վաճառքի թիմեր կան, ովքեր որ պատվերներ են գեներացնում մեր միության անդամ ընկերությունների համար, որ իրանք էլ կարողանան աշխատել, շարժվել ու զարգացնել նաև իրենց աշխատակիցներին։ Այսինքն դուք այդ ձեր հաջողված փորձ, ասեմ թե ռազմավարություն, կիսվում եք ընդհանուր ձեր գործընկերների հետ, որպեսզի ընդհանուր ոլորտը բերեք մի լավ վիճակի։ Իհարկե, ասեմ ձեզ 25 թվականից հետո մենք հասկացանք, որ ունեի պատվիրակություն իրականում Արաբական Միացյալ Էմիրություններից եկած, հանդիպեցինք, քննարկեցինք, ու երբ որ իրանք հնչեցրեցին իրանց պահանջմունքը, այսինքն քանակի վերաբերյալ, ինչ քանակի իրանց արտադրության պետք, քարապետք, ես հասկացա, որ այդ մի գործարանով, 2 գործարանով, 3 գործարանով ուղղակի հնարավոր չի բավարարել Հայաստանի պայմաններում։ Ինչն է մեզ խանգարում հանդես գալու միասնական հարթակով ու ոչ թե գեներացնել առանձին մեր արտադրությունների համար պատվերներ,
այլ ընդհանուր օրինակ բավարարել Արաբական Էմիրությունների շուկան, որովհետև իրանք շատ մեծ ցանկություն ունեն Հայաստանի հետ համագործակցելու ու տարբեր երկրներում, նաև Ռուսաստանում։ Ու մեր միության հիմնական հենց գաղափարախոսությունը նրա մեջ է, որ հայկական քարը դարձնել միջազգային բրենդ, ոնց որ ինքը ժամանակի ընթացքում եղել է, մեզ փոխանցվել է, չէ՞ որ բոլորը ասում են Հայաստանը քարերի երկիր է, այդ իր գաղափարախոսության շարունակությունն է։ Մենք մի քիչ ձևափոխել ենք, որ հայկական քարը միջազգային բրենդ ու մեր գործունեությունը, մեր քայլերի հերթականությունը միտված է միմիային դրան։ Ինքն մենք կոնկուրենցիա հասկացողություն չենք նայում, մենք նայում ենք, որ մենք միության ներսում գտնվող ընկերությունները մի ամբողջականություն են, Մի ամբողջական համակարգ, որը պատրաստ է կամ կարա պատրաստ լինի բավարարելու ցանկացած շուկայական մարտահրավեր։ Շատ լավ մոտեցում է, եթե այս նույն մոտեցումը բերենք նաև առաջնորդության մեջ, դուք ասացիք, որ կարծում եք, որ AI-ը չի կարող փոխարինել միայն առաջնորդներին, այսինքն թիմում էլ, բայց թիմում բոլորը չեն կարող, չէ՞, լինել առաջնորդներ։ Այս դեպքում մենք ոնց ենք հասկանում առաջնորդություն ասվածը եւ որոշ դեպքերում, չասեմ ղեկավարներ, բայց հաճախ մասնագետները վախենում են, որ եթե ես առաջնորդ եմ եւ նաեւ իմ գործընկերոջն եմ սովորեցնում կամ պատվիրակում, որ ինքն էլ լինի առաջնորդ, կարող է ես կորցնեմ իմ գործը կամ այդ կետը, որին ես հասել եմ։ Այստեղ տեսեք, այդ առաջնորդություն պատվիրակելը ինքը այդքան հեշտ բան չի։ Իմ ճանապարհի փորձը հաշվի չառնելով, դաստիարակությունը հաշվի չառնելով այն փաստը, որ մեր ընտանեկան բիզնեսը ու այս ամեն ինչը ընդ որում նաև առաջնորդությունը ես ժառանգել եմ հորիցս, միակ վերջի շրջանում արժեքավոր բանը, որ ստացել եմ, կրթություն ասեմ, որտեղ ինքը կրթություն է, այդ ոչ ֆորմալ կրթությունն է, որը իմ էլի օբյեկտիվ կարծիքով Հայաստանում ներկայացված է ամենաբարձր ձևով մատենամիջազգային բիզնես դպրոցի շրջանակներում ու ես 2 տարի առաջ այնտեղ սկսել եմ սովորել առաջնորդության տրեյն կամ չգիտեմ ինչա կոչվում 3 ամիս տևողությամբ դասընթաց ու իրականում թե ես, թե իմ շրջապատի մարդիկ ասում են, որ դա իմ մտածողության ու առաջնորդության մեջ շատ բան է փոխել, որից հետո մասնակցել եմ էլի մատենայի հետ տարբեր միջոցառումների, բուտկեմպերի ու երբ իմացա, որ իմ շատ լավ ընկեր Ռուբենը մատենայի որոշել է, որ պետք է արդեն ունենա համալսարանական մոդել, EMBA մոդելը ու համագործակցելու է գերմանական SMT Berlin համալսարանի հետ։ Եթե Ռուբենը ստեղ ուներ, երևի կհաստատեր, ես առաջիններից եմ եղել, որ ասել եմ ես գալիս եմ, այո։ Հիմա մեր դասերը սկսվել են, 2 մոդուլ անց են կացրել, որից մեկը Չինաստանում, ես շատ եմ խոսել Չինաստանի մեր մոդուլի մասին իմ Instagram-յան էջում ու այդ ամբողջ էկո համակարգը, որ ստեղծվել է մատենայի շուրջ, ինքն այնտեղ կրթվում են ոչ միայն բիզնեսի սեփականատերեր, այլ տարբեր բաների, մակարդակների առաջնորդներ, հենց առաջնորդության դպրոց է ինքը կոչվում ու կարա մարքեթինգային բաժնի ղեկավարներ լինեն, կարան CEO-ներ լինեն, կարան, չգիտեմ, ֆինանսական բաժնի աշխատակիցներ լինեն, այսինքն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ պետքա ժամանակին համընթաց լինել ու պետքա այդ ամբողջ ընթացքում կրթվել։ Կրթությունը նենց բան է, որ մանավանդ մեր հիմիկվա առօրյայում տեխնոլոգիաները այնքան արագ են զարգանում, որ դու ուղակի պետքա հասցնես իրանց հետևից։ Շատ ժամանակ չես էլ հասցնելու։ Բայց այդ առաջնորդությունը պետքա նախ առաջինը իմ կարծիքով մարդու ներսում լինի։ Եթե մարդու ներսում լինի, ինքը շատ հեշտ կարում է IT լեզվով ասված, update լինի ու իր հմտությունները պրոստը ավելացնի։ Հասկացա, շատ լավ, այսինքն եթե խոսում ենք այստեղ առաջնորդության մասին, առհասարակ խնդիր չկա, որ մեկը մյուսի հետ մրցակցության մեջ կարող է զիջեն, որովհետև շատ դեպքերում այդպես է անցալում, շատ ղեկավարներ իրենց աշխատակիցներին հետ շատ փորձով չեն կիսվում, որովհետև վախենում են, որ աշխատակիցը իր հմտություններով կզարգանա ու ղեկավարը արդեն կզիջի։ Եթե ղեկավար ասելով դուք նկատի ունեք կառավարման, ղեկավարը ոչ թե սեփականատեր, ես կասեմ, որ քանի որ նաև կառավարիչն եմ հանդիսանում, հայկական Հայաստանում գտնվող բիզնեսների, մենք մարդ ենք ման գալիս, ում կարենանք փոխանցենք, ով ինչ որ մի կետում մեր դերը, մեր ռիսկը, մեր պարտավորությունն ու պարտականությունը կարողանա ստանձնել։
տենց մարդ որ լինի, մենք մեծ հաճույքով, հա, կկրթենք իրան, կզբաղվենք իր հետ, այդ վախը չի լինի, որովհետև կա ինչ որ մի հատ պերիոդ, որ դու պետք է անես, հետո քաղես արդյունքները։ Այն մի հատ տրենդային բան կա, չէ, աշխատում ես չի ստացվում, հետո ստացվում է։ Այդ ստացվելուց հետո ինչ որ մի պերիոդ հետո դու պետք է կարողանաս ռուսերեն բառեմ օգտագործելու զիլիգիրովը տանես, որը հենց այն մարդիկ են, ովքեր պետքա որոշակի ֆունկցիոնալներում փոխարինեն։ Հա, ամբողջ քո բեռն ու պատասխանատվությունը մի հոգու վրա դնելը դժվար է, բայց կարելի է ունենալ քեզանից ներքև երկու հոգի, ով մի ուղղությունը կստանձնի, մյուսը մի ուղղությունը։ Իրանք իրար հետ պետք է համահունչ աշխատեն։ Հա, հասկացա, այսինքն այդ արդեն այս պարագայում դառնում են այդ մարդիկ աջ ձեռք, Այո, որպես ղեկավարին աջ ձեռք ու խոսք չի գնում մրցակցության մեջ դիրքերը զիջելու մասին կամ որ ինքը ինձանից ավելի լավն է իր խելքով հմտություններով իսկ եւ ով է ես ասել, որ մենք ամենալավն ենք։ Դե իրականում գիտեք ինչ եմ ես ամեն ինչ ասում, որովհետև շատ դեպքերում, երբ որ հավաքագրման process-ի մեջ ընտրում են մասնագետներ, դա կլինի HR մասնագետը կամ երբ որ օրինակ ֆինանսական բաժինը վերցնեն, ֆինանսական տնօրենը բերում են մի մարդու, ասում են, այս մասնագետը շատ լավն է, կարծում ենք, որ ինքը լրիվ կփակի են բոլոր բացերը, որ մեր ընկերությունում կա։ Ֆինանսական տնօրենը եթե իր մեջ այսպես զգացողություն ունի, որ ինքը գուցե ինչ որ դիրքերում կզիջի, կարող ասի, չէ, ես չեմ ուզում, որ այս մարդուն բերենք մեր ընկերությունում աշխատի, որովհետև կարող է վախ ունենալ, որ իրեն գալիս է մեկը փոխարինելու։ Դե տես տիպային օրինակներ բոլոր ոլորտներում ու ցանկացած ուղղության վրա կա, բայց ես առաջարկում եմ այդ մասը չքննարկենք, որովհետև մենք ուղղակի ոչ մի բան չենք կարա դրա հետ անենք։ Դա մենտալիտետի խնդիր է, դա ժամանակի ընթացքում ես վստահ եմ, որ երիտասարդները այդպես չեն մտածի, այդ երևի թե ավելի շատ մեր սերնդի կամ մեզանից մի սերունդ բարձր մարդկանց մասին է։ Համենայն դեպս ես իմ անունից կարամ ասեմ, մարդ լինի, կրթենք, սովորացնենք, որ մեր դերը գոնե 50-60%-ով կարողանան կատարել։ Շատ լավ, իսկ եթե խոսում ենք ընկերության համակարգի մասին, ձեր ընկերությունում առհասարակ ինչպես է այդ համակարգը կազմված, որ աշխատակիցները մնան ձեր թիմում, ցանկանան աշխատել ձեզ հետ եւ հոսունությունը պակասի։ Ինձ թվում է հոսունության խնդիր չունեք, այսինքն գալիս են եւ դառնում են լոյալ աշխատակիցներ, բայց այդտեղ կարևորը նաեւ ռազմավարությունը, չէ՞, ինչպես եք մոտենում աշխատակցին։ Հոսունության խնդիր բոլորն ունեն։ Այստեղ կապված է քանակից։ Այստեղ կապված է արդյոք մենք ենք տենց ուզում, թե դիմացինն է գնում հեռանում, որովհետև շատ ժամանակ տարակարծիք կարակ լինեք, հա, կարա ինչքան որ լավ բան ասեցի այդ Z սերնդի համար, հիմա վատ բաները կարամ ասեմ, հա։ Կա ինչ որ ձևի մեծամտություն, որ եթե ես օրինակ լավ մասնագետի մասին է խոսքը, լավ մասնագետ եմ, դու որպես գործատու պարտավոր ես էս, պարտավոր ես սա, պարտավոր ես նա, պարտավոր ես նա, բայց ես քո հետ չեմ աշխատել, ես ինչքան էլ հա, ստեղից ոնց որ դուք ասեցիք, ասում են լավ ֆինանսական ղեկավար է, մասնագետ է, ասում են, որ դու լավ մասնագետ ես, բայց դու պետքա ցույց տաս այդ քո լավ կողմերը, որից հետո նոր կարողանանք քննարկել հետագա քեզ հարմարությունները կամ մեզ հարմարությունները եւ այլն։ Մեր թիմում լոյալությունը հիմնականում կախված է միջավայրից։ Մենք ստեղծում ենք ընկերական միջավայր, մեր աշխատակիցները իրար հետ համենայն դեպս փորձում ենք, ընկերություն չկա կարծում եմ, որ ագրեսիվ կամ ջղային պահեր չի ունենում, տարբեր բաներից ելնելով, խնդիրներից, process-ներից, հա, բայց մեր համար ամենակարևորն է, որ մեր աշխատակիցները իրանց զգան սեփական ապսեի մեջ, հա, այդ մի քիչ ռուսերեն ավելի լավ է հնչում, своей տարելկե, հա, ու մեր բոլոր գործառույթները իրանց հետ, եթե անգամ կա խնդրեմ, եթե անգամ կա նեգատիվ, մենք փորձում ենք լսել, քննարկել, որից հետո երկու կողմանի որոշում է կայացվում կամ շարունակում ենք ու չենք անում SSS բաները, երկու կողմանի իհարկե, կամ չենք շարունակում։ Իսկ հոսունություն միշտ կա,
եղել է ու լինելու է։ Ես ընդհանուր միջև էս էլ որ խոսում էինք, միջև սկսելը մեր նկարահանումը, հասկացա, որ դուք շատ կարևորում եք մարքեթինգի կիրառությունը ձեր գործունեության մեջ։ Իհարկե, դա հասկանալի է, որովհետև հիմա ամբողջ աշխարհն է, շուկան է դրա միջոցով շատ բաներ անում։ Ինձ հետաքրքիր է այստեղ այդ կետին ոնց եք եկել ու նաև ոլորտը ավելի աշխատաշուկայի տեսանկյունից, հա, ավելի լավը դարձնելու ու ցույց տալու ոլորտի առավելությունները, այստեղ մարքեթինգային ինչ գործիքակազմեր եք կիրառում։ Ես ստիպված կլինեմ մի հատ գաղտնիք բացելու, քանի որ ոնց որ նշեցի, մեր բիզնեսը ընտանեկան բիզնես է։ Ես ու եղբայրս ենք հիմնականում կառավարում, մեր մոտ կա հստակ տարանջատում։ Ես մարքեթինգի մասնագետ չեմ։ Ես արտադրական process-ների, արտադրության, հաստոցաշինության, չգիտեմ, այն ինչը որ կապված է արտադրության, դա իմն է։ Այն ինչ կապված է մարքեթինգի հետ, ամբողջ պատասխանատվությունը, բլոկը, ղեկավարումը անում է եղբայրս, իհարկե իրար հետ քննարկելով։ Իհարկե տեղյակ եմ ինչա կատարվում մեր մարքեթինգային բլոկում, քննարկումներ ենք ունենում, տարաձայնություններ ենք իհարկե ունենում, բայց վերջնական արդյունքն է ամենակարևորը ու այն փորձը, որ մենք ունենք, հա, մեր ընկերության շրջանակներում, ուղղակի մարդկանց հետաքրքրում է ինչ ենք մենք անում ու մենք պատմում ենք։ Մարքեթինգ իմ համար, հա, ոնց որ նշեցի, ես մասնագետը չեմ, իմ համար հետեւյալն է, դու պետքա կարողանաս բաց քո աուդիտորիայի հետ, քո ժողովրդի հետ, քո, չգիտեմ, քեզ նայողների հետ պրոստը բաց պատմես ինչ ես դու անում, Նաև ինչ ցույց արժեք տաս։ ես դու փոխանցում ու նաև ցույց տաս իհարկե։ Հա, որովհետև մենք այսպես, չգիտեմ, գլխի մեջ պատկերացնում ենք արտադրության ոլորտը, բայց ներսից ինչ է կատարվում այնտեղ, ինչպես են այդ process-ները կազմակերպվում եւ այլն, մանավանդ մարդ, որ գուցե անգամ գաղափար չունի, որ ինքը կուզի կամ կսիրի աշխատել այդ ոլորտում, դժվար թե պատկերացնի։ Դրա համար մի քիչ էլ հենց աշխատողի տեսանկյունից ցույց տալ, թե ինչ է կատարվում ոլորտում, ինձ թվում է կարևոր կետ է։ Տեսեք, մենք նաև մի քանի անգամ տենց հայտարարել ենք մեր գործընկերների շրջանակներում, նույն համալսարանների շրջանակներում, մեր դռները միշտ բաց են, հիմա էլ եմ ասում, միշտ կարող եք գալ այն հարցի պատասխանը, որ չենք պատկերացնում արտադրությունը ինչա, ոնց է այդ ամեն ինչը կատարվում, միշտ կարող եք գալ, նայել, էքսկուրսիաներ իրականացնել, թե ուսանողները, թե օրինակ այս վերջում իմ լավ ընկերներից մեկը, ով տուրիստական ընկերության ղեկավար է, զանգել էր, ասում էր Ֆրանսիայից բան ունենք, մարդիկ են գալուս, հա, ու ոնց որ ճանապարհին անպայման ուզում եմ, որ մտնենք հանքավայրը, տենանք արտադրությունը, տենանք եւ այլն, մենք միշտ բաց ենք։ Ինչքան շատ մարդ տեսնի, թե մենք ինչ ենք անում իրականում ու մեր գործունեությունը ոնց է ծավալվում, դրանով կլուծենք հենց առաջինը կրթության խնդիրը, մարդիկ կհասկանան, որ կարելի է այն ֆակուլտետներում կրթվել, որոնք հիմա շատ վատ վիճակում են, մարդիկ կհասկանան, թե ինչ է իրանից ընդհանուր առմամբ ներկայացնում քարարտադրությունը կամ հանքուրդությունը անումը, որովհետև կան կարծիքներ, որ սենց է, մարդիկ տեսնում են հիմնականում արդեն վերջնական պատրաստի շենք ու հենց այդտեղ իրանց տպավորությունները կարող լինեն տարբեր։ Կարող լինի օրինակ մի շենք, ով որ սենց ասած չի խնայել երեսպատման վրա ֆինանսական միջոցներ ու ինքը գեղեցիկ է, կարող լինի մի ընկերություն, ով խնայել է այդ ֆինանսական միջոցները ու ինքը տգեղ է, բայց մարդկանց մոտ պատկերացումը հետեւյալն է. լավ արտադրանք, վատ արտադրանք, բայց չեն հաշվի առնում, որ այդ արտադրությունից այդքան էլ կարևոր չի, կախված չի։ Այդ կախված է, թե դիմացի գործընկերը ինչ պահանջարկներ է ներկայացնում։ Մեր խնդիրը հենց նաև դա է, որ մարդկանց մեջ կոտրենք այդ կարծատիպը, որ ամբողջ խնդրեմը, ամբողջ որակական կամ անորակության ֆակտորը կախեն արտադրողի, պիտակավորեն արտադրողին։ Ինձ թվում է այդտեղ մի հատ ուրիշ հարց էլ կա, որ մենք տեսնում ենք շենք, մենք շենքը հասկանում ենք որպես կառուցապատող, հա, ամեն ինչ կապում են կառուցապատողի հետ։ Այնտեղ թե այդ հատվածները, դետալները, քարերը, կարող է անգամ ոլորտի մասնագետները իհարկե կհասկանան, բայց օրինակ ես մարդ եմ, որ ուղղակի ինձ հետաքրքիր է շենքը, չպատկերացնեմ, որ այս շենքի վրա աշխատել է նաև մի այլ ընկերություն, որտեղ արտադրական մեծ process-ներ են գնում, հարյուրավոր աշխատակիցներ կան եւ այլն եւ այլն։ Զուտ տեսնենք, ասենք, հա լավ կառույց է կամ ինձ դուր չի գալիս իմ սուբյեկտիվ կարծիքով ինքը վատ կառույց է։ Եկեք շինարարական կառուցապատման բլոկը
չքանդենք, որ քանդենք, այսօր չենք վերջացնի։ Ես կասեմ ընդհանրապես հետեւյալը, մենք շատ մեծ աշխատանք ենք իրականացնում միության ներսում, որպեսզի բացատրենք, մարդիկ հասկանան, որ մեր քաղաքի արտաքին տեսքը ուղիղ կապ ունի իրանց հետ։ Ինքն անկախ նրանից մարդը կիմանա սա որ ընկերության արտադրանքն է թե ոչ, մեր հայկական քարին վերաբերվող ցանկացած խնդիր մենք պետքա վերցնենք մեր վրա, որպես ոլորտ, որպես միություն։ Ու եթե պետքա ինչ որտեղ թելադրել կամք, որ ասել եղբայր, մեր երկրում պետքա երեսպատվի, մենք տալիս ենք մենակ որակյալը, մենք անորակ արտադրանք չենք տալիս մեր քաղաքի, մեր Երևանի կառուցման համար։ Եթե պետքա նաև այդ ճանապարհին այդ ճանապարհով պետքա Իհարկե մի գնանք։ քիչ ավելի ամբիցիոզ Հա, մղումների մասն է խոսում։ հիմա հələ որ այդ կետին չենք հասել, հələ որ փորձում ենք շրջանցել այդ ամեն ինչը։ Շատ լավ։ Որպես եզրափակում մեր խոսակցության կարող եք կիսվել ձեր փորձով նաև այն բոլոր ամբողջ փորձով առնչվել եք աշխատակիցների հետ։ Առհասարակ ձեր ոլորտ մուտք գործելու համար ինչա պետք, չգիտեմ, սիրել այդ գործը, այլ ինչ որ հմտություններ կան, որ անհրաժեշտ են, որ մարդը պետք է ունենա, որպեսզի մուտք գործի արտադրության ոլորտ։ Առաջինը ցանկություն, երկրորդը պատասխանատվություն, երրորդը ես մի քանի անգամ ասել եմ, իմ պատկերացումով մեր ոլորտի մարդիկ պետքա մի քիչ արվեստի հետ կապ ունենան։ Այդ բնական մատերիալի, բնության կողմից տրված հումքի հետ աշխատելուց պետքա մի քիչ ֆանտազիա ունենաս, որ այն ամենավերջի թափոն կոչվածից կարողանաս ինչ-որ պրոդուկտ ստանալ։ Ու այդ տեսակ մարդիկ հաստատ կկարողանան շատ լուրջ արդյունքներ ունենալ։ Այդ մի բլոկն է։ Երկրորդ բլոկը էտենա, որ մարդիկ պետքա գիտակցեն, որ այդ ոլորտում էլ կա գումար վաստակելու հնարավորություն ու լավ գումարներ վաստակելու հնարավորություն։ Ու պետքա գիտակցել, որ օրինակ մեր ոլորտը շատ է տարբերվում մնացածից նրանով, որ process-ը միշտ չի կրկնվում։ Այսինքն, եթե օրինակ շոկոլադի արտադրությունը վերցնենք, այնտեղ process-ը նույնն է միշտ։ Հա, նույն պլիտկան է արտադրվում կամ շոկոլադն է արտադրվում։ Մեր մոտ այդ չկա, դրա հետ մեկտեղ էլ չկա այսպես կոչված լճացման process-ը։ Ինքն մարդիկ, եթե սիրով են մոտենում այդ գործին, իհարկե, իրանք չեն լճանում։ Իրանց համար ամեն օրը տարբեր է։ Իրանց համար այդ հանքում գտնվելու եսին վրա վերցնեմ, հա, իմ ամեն ժամը, ամեն օրը հանքում գտնվելու ինձ հաճույք է պատճառում այդ պրոստը տենալ այդ շարժը, մարդկանց աժիոտաժը, մոտիվացիան, նաև վտանգավոր աշխատանք է ինքը իրականում։ Այդ ամբողջ աժիոտաժն ու մթնոլորտը ինձ մեծ երջանկություն է տալիս, անկախ նրանից, հա, ես կարամ ուրիշ հանքերում լինեմ, կարամ օրինակ Պարսկաստանում լինեմ, հանքերում Իտալիայում լինեմ, այդ process-ն է ինձ դուր գալի։ Իսկ դրսի փորձից, եթե առնչվում եք նաև ձեր դրսի գործընկերների հետ, կան ինչ-որ մոդելներ աշխատանքը կազմակերպելու, որ, չգիտեմ, դուք բերել եք ձեր արդեն ընկերությունում կիրառում եք կամ խորհուրդ կտաք առհասարակ այդ մոդելներով առաջնորդվել։ Այս բան կոնկրետ օրինակ չեմ կարա բերեմ, վստահ եմ, որ կլինեն ինչ-որ դետալներ, որ դրսից, քանի որ Իտալիան մեր ոլորտի հիմնաղբյուրն է, ասենց ասած, տեխնոլոգիաները այնտեղ են, միշտ ամենանոր, ամենանորագույն տեխնոլոգիաները Իտալիայում են իհայտ եկել, արտադրվել է նոր հաստոցները։ Իհարկե այնտեղից զուտ պրոցեսուալ դասավորվածության, չգիտեմ, արտադրական հաստոցների դասավորությունը ոնց պետք է արվի, որ ակետից օրինակ սալիկը մտնի բեկետում արդեն պատրաստ է արտադրանք դուրս գա, տենց բաներ մենք միշտ ենք նայում, միշտ ենք պատրաստ սովորելու, ինչու՞ չէ նաև մի քիչ սովորացնել չեմ ասի, բայց մեր փորձով կիսվելու։ Շատ լավ, Տարոն ջան, շատ շնորհակալ եմ, բավական հետաքրքիր ու բազմակողմանի զրույց կարողացանք ստանալ։ Ես եմ շատ շնորհակալ, հուսով եմ, որ այս եթերը մեզ բոլորիս լավ արդյունքներ կտա, Z սերունդն էլ իր բաները քանի վիվդները, ասպես կոչված է, նաև մեր սերունդը իհարկե։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, դուք դիտում եք Jobcast-ը, եթե ունեք հարցեր կարող եք գրել մեկնաբանությունների դաշտում եւ նաեւ չմոռանալ բաժանորդագրվել մեր ալիքին։